Ողջույն բարեկամներ, եւ այսպես աշխարհը, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգները մտավ նոր փուլ։ Ինչի եմ ասում աշխարհը, որովհետեւ այն ինչ որ հիմա կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իր հետևանքներն է ունենալու ամբողջ աշխարհով։ Ոչ թե նրա համար միայն, որ ինքը ֆինանսական եւ ռազմական մեծ ծավալ ունի աշխարհում եւ հետևանքներ եւ ազդեցություն, այլ այն գործընթացը, որ սկսվել է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղ տեսնելու ենք մասնակիցներ աշխարհի բոլոր երկրներից։ Դե դրա մասին առանձին իհարկե մանրամասն խոսանք, բայց հիմա սկսենք հայկական դեպքերից։ Եվ այսպես վեստի ազը գրում է, որ Սուրբ Կովը հարվածի տակ է։ Սուրբ Կովը հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն է։ Եվ ասում է, որ արդեն հակամարտությունը Փաշինյանի եւ կաթողիկոսի մեջ անցել է Հայաստանի սահմանները, բայց կաթողիկոսին ներկայացնում է որպես Սուրբ Կով։ Ես չգիտեմ, քանի եթե կարելի է դրանց ասել քանի հայի համար է այս բնութագիրը ընդունելի, բայց սա է ադրբեջանցիների բնորոշումը եւ բոլոր ադրբեջանցիների բնորոշումը, որոնք ապրում են Հայաստանում։ Այլ ձև իրենց չես ասի։ Սենց ասեմ, ադրբեջանցիների բնորոշումն է եւ իրենց ներկայացուցիչները, որոնք ապրում են Հայաստանում։ Սա իրենց բնորոշումն է։ Դեռ մեկը պետք է ասի, որ սա իրենց կողմից պատվիրված եւ կազմակերպված չի, պատվիրված եւ կազմակերպված է եւ իրենք ուղիղ հետևում են ընթացքին, ավելի մանրամասն գուցե նույնիսկ քան մենք։ Բայց ես այդ ադրբեջանցիների ներսի ու դրսի ես նորից պետք է հիշեցնեմ։ Եթե ձեր հույսը խավարասերի մակարդակի եւ հնարավորությունների եւ որակի ԿՊ-ն է, որ պետք է հայ առաքելական եկեղեցուն ալմատախիլան, կամ դուք, որ որպես պետություն գոյություն չունեք, հիմա էլ դուք գոյություն չունեք, դրա մասին ընթացքում ենք խոսել անպայման, ես միշտ նմանացել եմ մեկին ձեզ, որ եղունգով որոշել է, որ ինքը կարող է բաոբաբ ծառը ալմատներից հանի եւ ալմատախիլանի։ Ինչի համար ես ձեզ շնորհավորում եմ, կանխավ շնորհավորում եմ ձեր պարտության կապակցությամբ։ Իսկ պարտության հետևանքները շատ դառն են լինելու։ Գուցե ոչ այնքան թուրքերի համար, բայց թուրքերի ներկայացուցիչները, որոնք այսօր ապրում են Հայաստանում, դրանց համար շատ ծանր է լինելու։ Այն խոստացում է, որ պետք է ծանր լինի։ Եվ այսպիսի նկար կա արդեն, ինձ ասել ձեզ, նայեք։ Այո։ Փաշազադեն եւ Փաշինյանը նման են, չէ՞ իրար։ Ուրեմն հայ ու որդի կաթողիկոսին հանում են։ Հանել կաթողիկոսին իրանց ձեռքով նշանակում է պրծել հայ առաքելական եկեղեցին, որից հիշեցնեմ, ով մտածում է ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ այտենց իմ պաշտպանելը դա զուտ անձնական հավատամքի հողի վրա չէ։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, բայց հայ առաքելական եկեղեցին իմ պետության, իմ ինքնության մի մասն է։ Եվ ոչ մի փաշազադեներ գործ չունեն դրա հետ։ Ցանկացած փաշազադեի ոտնձգություն իմ ինքնության մի մասի նկատմամբ արժանանալու է իմ կողմից եւ իմ նման մարդկանց կողմից համապատասխան հակահարվածի։ Ու չմտածեք, որ այդ հակահարվածը չի լինելու կամ հակահարվածը կարող է այնքան թույլ լինի, որ դուք չզգաք։ Որովհետեւ դուք դեռ տեսնելու եք դրան, դուք դեռ տեսնելու եք, դուք դեռ լսելու եք, դուք դեռ զգալու եք։ Եվ այսպես այս նկարում Հայաստանի, կներեք, Ամերիկայի պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերն է այս նկարի մեջ, որը ժամանել է Հայաստան։ Հանդիպել են, խոսել են մասնավորապես օգոստոսի 8-ի այդ պրոցեսների մասին, որոնք մեծ աշխուժություն են առաջացել թուրքական աշխարհում եւ թուրքական աշխարհի շահերը սպասարկող հայաստանյան միջավայրում, այդպես ասեմ։ Խոսացել են, զրուցել են,
ոչ մի կոնկրետ բանի իհարկե չեն ասել, որովհետև ոչ մի կոնկրետ բան չկա ու չի էլ կարող լինել, եւ այսպես դրանից հետո պետ քարտուղարի տեղակալը այցելում է ծիծեռնական մեղդ։ Ու ինչպես տեսնում ենք, մենակ։ Ասելով, որ նույնիսկ եթե ինձ ուղեկցողել չլինի, նույնիսկ եթե ձեր պետական մակարդակի այցելությունների արդեն ռեգլամենտում չկա, դա ես այցելում եմ, որովհետև իմ երկիրը ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ իմ երկիրը ունի իր վրա պարտականություն իր նախագահի կողմից վերցրած խոսքը Վուդրո Վիլսոնի մասին է։ Ու ես ձեզ մի բան էլ հիշեցնեմ։ Քաղաքական տհասությամբ տառապող ԿՊ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել ու չի ճանաչում, որովհետև իր համար էլ պարզ չի, որտեղով անցնում, այսինքն պարզ է, դրա համար չի ճանաչել Թուրքիայի սահմանները, ինքը շատ լավ գիտե սահմանները որտեղով անցնում, ինքը դրա մասին ունի ամենաբարձր մակարդակի վրա որոշում։ Հիմա երևի ես նկարով հարց է տալիս Հայաստանի տխմար կառավարություն, իսկ դու գոնե տեղյակ ես քո սահմանները որտեղով են անցնում։ Մինչդեռ դու հղում ես կատարում Կարսի պայմանագրի վրա, գոյություն չունեցող երկու պետությունների կողմից, երկու բանդիտական պետությունների կողմից կնքված իրար մեջ բաժանած պետության սահմաններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչքան ուզում է թերություններ ունենա, ինքը առաջնորդվում է փաստաթղթերով, միջազգային փաստաթղթերով ու ինքը հաշիվ է տալիս իր արածների համար։ Որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները դա դեռ Թրամփը չի։ Թրամփը պատահական անցորդ է այս ամեն ինչի մեջ, որի վերջի զանգերն ենք մենք արդեն լսում, դրա մասին առանձին խոսալ է։ Ու այս նկարը շատ սիմվոլիկ է, շատ հետաքրքիր, որ չնայած իրան չեն ուղեկցել, բայց ինքը եկել է, քանդրտված, ջարդրտած, հուշահամալիր, ասելու համար, որ մենք հավ չենք, մենք հիշողություն ունենք, մենք շատ լավ հիշում ենք նաև մեր պարտականությունների մասին։ Այնպես որ քաղաքական տգիտությամբ տառապող ԿՊ-ականներ եւ կից, վարսկաններ, դուք այս հարցին պետք է պատասխանեք։ Դուք այս կնոջը ասելիք չունեք։ Իսկ հիմա ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ Պավլո Հադիկյանի տեքստը։ Ասում է Պավլո Հադիկյանը հասադուլար է։ 76 տարեկանում հասադուլար է։ Ու տեսնենք ինչ է պահանջում։ Օգնություններ ունեք։ Դուք պարտավոր եք իրեն տեսնելիս ասել հիշիր 21-5 դու Նիկոլ Փաշինյան մեծագույն խախտումն ես կատարել որ Պավլո Հադիկյանը կոչ է անում, ով տեսնում է Նիկոլ Փաշինյանին ինչ որ բաներ ասի։ Տեսնենք ինչ է ասում։ Կարելի է կատարել պետության համար ամենավտանգավոր բանը կոռուպցիոն հանցախմբի է վերածել կառավարությունը։ Սրա մասին չեք խոսում։ Բոլոր քաղաքական գործիչները բարի լույս ասելուց առաջ պիտի ասեն Նիկոլ Փաշինյան լավ ձեր անունի չեք ասում ասեք Պարույր Հայրիկյանը բողոքի հացադուլ է սկսել։ Մեր անկախության պայքարի առաջնորդը վերջին 100-ամյակներում միակ ժողովրդին մի ծրագրի իրականացման հասցրած մարդը ուրիշի չունենք։ Հասցրած որևէ մեկը չկա։ Ճիշտ է, սա իմ երազած անկախ Հայաստանը չի, բայց ի վերջո միջազգային իրավունքի ենթակա ենք դարձել, որը սա նույնպես զրոյացնում է։ Ուրեմն ասում եք, ինչ կասեք այն բանի մասին, որ Պարույր Հայրիկյանը ձեզ մեղադրում է այս ինչ բանում։ Ինչու եք շարունակում խախտել եւ ինչու ընթացք չեք տալիս նրա դիմումներին։ Չէ՞ որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելը եւ մեզ համար, քաղաքացիների համար է շահեկան, հայ ժողովրդի համար է շահեկան, ազգի համար է շահեկան, ամբողջ աշխարհին միավորող սահմանադրությունը, ամբողջ աշխարհի հայությանը առարկայորեն միավորող սահմանադրության տարբերակ։ Պարույր Հայրիկյանը ուղղակի մտածում է, որ այն ինչ որ մեզ ժողովրդին սփյուռքին է շահեկան, անպայման պետք է լինի շահեկան Փաշինյան Նիկոլի համար։ Ավաղ այդպես չի, Պարույր Հայրիկյան, եւ դուք շատ լավ գիտեք։ Ինչու ես դու մերժում, ինչ իրավունքով։ Դու չես կարողացել, այսքան 5 տարի արդեն տունտունիկ ես խաղում, մանկապարտեզ ես սարքել, չես կարողանում։ Պատրաստի նախագիծը տված չես քննարկում։ Սա պիտի բոլոր քաղաքական գործիչների շուրթերին լինի այս օրերին։ Եթե ոչ, ես կամավոր եմ։ Լավ, անհետքների չեմ հասնի։ Հասկացեք, որ ձեր բոլոր ձախողությունները գալիս են նրանից, որ անհրաժեշտ ուշադրությունը չեք դարձնում կարևորագույն խնդրին։ Սա այսօրվա կարևորագույն խնդիրն է։ Այնպես որ սպասում եմ, որ բոլորը ինչ էլ ասելու լինեն, ինչի մասին խոսելու կլինեն, ինչպես ես 1000 ու մի հարց կա, չէ՞ խոսելու։
1000 ու մի խնդիրներ ունենք։ Հարկային terrorից սկսած վերջացած մեր ազգային արժանապատվության ոչնչացումը, քաղաքականավորների արկայություն, գերիներ, Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այդ բոլոր հարցերը կան, մնում են ուժի մեջ, բայց կա մի հիմնահարց, եւ այդ հիմնահարցը այսօր հանցավոր դրսևորումներ կյանքի կոչող, դրանց աջակցող հանցավոր կոռուպցիոն հանցախումբ ստեղծող Նիկոլ Փաշինյանին դատարան տանելն է եւ միաժամանակ անմիջապես նրա սխալը ուղղել։ Սա բոլորիս խնդիրն է, այնպես որ սպասում եմ։ Հետաքրքիր է ստացվում, չէ՞։ Մինչ անկախական ազգային ազատագրական պայքարի հիմնադիրներից մեկը, ամենակարևոր դեմքերից մեկը, խոսում է Փաշինյան Նիկոլին անհապաղ դատարան տանելու մասին, իր զինակից, նախկին զինակից երևի արդեն հուսով եմ, Ազատ Արշակյանը խոսում է նույն հանցագործին, որին պետք է տանել դատարան, կարգել նրան ազգային ազատագրական շարժման պայքարի առաջնորդ։ Ինձ հետաքրքիր կլինի իմանալ Պաուլ Հալիկյանի կարծիքը իր երբեմնի գործընկերոջ հայտարարությունների եւ ընդհանրապես գործունեության մասին։ Իսկ այն ինչ վերաբերվում է կարևորագույն խնդիրների մասին, որ ինքը նշեց, հա, Արցախ, գերիներ, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն եւ այլն։ Դա չի կարևորագույնը։ Ես գիտեմ, որ Պաուլ Հալիկյանն է շատ լավ դա գիտի։ Այս իշխանություն չասնեմ, հա, այս ներածինների համար մի հատ կարևորագույն խնդիր կա։ Ամեն գնով մնալ իշխանություն։ Իսկ այսօրվա իրանց իշխանության գերագույն գլխավոր հովանավորը դա ռուս-թուրքական դաշինքն է։ Մեծ եմ գրկնում ռուս-թուրքական դաշինքը։ Ոչ մեկ չմտածի, որ սա մենակ թուրքական դաշինք է։ Նրանք առաջ։ Եվ միտքը շավարտեցի։ Եվ այդ ռուս-թուրքական դաշինքի ծրագրերը մեր ծրագրերի հետ չի բռնում։ Մեր այն ինչը մեր համար կարևորագույնն է, իրանց համար բոլորովին կարևորագույն չի, հակառակ։ Նրանց համար կարևորագույնը մեզ զրկել պետականությունից եւ պետությունից։ Այն ինչի մասին սրանք անընդհատ միշտ խոսել են։ Խնդրեմ, այս նամակն է, արխիվից դուրս եկեք, Թաներ Աքչամն է այս նամակը հանել։ Սա 15 թվականի գրած նամակ է։ Սա Բեհաեդդին Շաքիրի նամակն է, հեռագիրը ուղղված տեղական քայմաքամներից մեկին, երևի տեղական ինքնակառավարման կամ չգիտեմ, ինքնակառավարման չասեմ, երևի ուժերի ղեկավարներից մեկին է։ Ինչ է ասում ինքը։ Ուզում է իմանա, տեղեկանա, թե տեղահանության պատրվակով սեփական տներից անապատներ քշվող հայերն արդեն ոչնչացվել են, թե ոչ։ Սա է տեքստը։ Նույնիսկ եմ կրկնում։ Հետաքրքրվում է։ Սեփական տներից դեպի անապատներ քշվող հայերը արդեն ոչնչացվել են, թե ոչ։ Շնորհակալություն։ Արդեն ոչնչացվել են ձեզ մոտից տեղահանված հայերը, այդ վնասակար տալն արդյոք մեկն միշտ այդտեղից տեղահանության միջոցով արմատախիլ արվել է, թե միայն աքսորվել է։ Նույնիսկ կրկնեմ, ձևակերպումը մեր մասին։ Վնասակար տալ, այն ինչ որ Ալիևն էր, Ալիևի Բաքվի քաղաքապետն էր ասում, որ մեզ առնետի նման պետք է արմատախիլ անել ու ոչնչացնել Արցախից։ ՔՊ-ի հաջողություններով ճակերտավոր եմ ասում, կեղծիքներով ոգևորված այն երիտասարդներին, որ ես տեսնում եմ, մտածում եմ, մարդը իր ոչնչացման ապագայով հեռանկարով այսքան կարա ոգևորվի։ Ռուս-թուրքական դաշինքի համար մենք վնասական տալ ենք, առնետ, որ Արցախում ենք, հիմա էլ Հայաստանում ենք, էլի պետքա հանվի եւ ոչնչացվի։ Տղաներ եւ աղջիկներ։ Լավ, մանանեխի չափ ուղեղել չկա, արժանապատվություն հասկացանք, որ չկա։ Թասիբ հասկացանք, որ չկա։ Ձեր հարևանի երեխեքին, ձեր երեխեքին, ձեր ընկերներին, դասընկերներին, բակի, չգիտեմ, ընկերներին, տան սպանեցին ձեր համար դեպի հետ։
Հասկանալի արժանապատվություն տասի դեմամ գործություն չունի։ Լավ, անասնական գոնե ինքնապաշտպանական բնազդը էդ էլ հանած։ Ձեզ թվում է դուք որ ուրախանում եք թուրքերի հաշման հաղթանակով, դուք իր համար նույն վնասակար տարը չեք։ Հա? Դուք իր համար ինչ որ էլի բանա միտքս եկավ, էլի Գուրջիևի ոչխարների առակը։ Այս առակը անցնեմ այս բանի վրա կարճ, համառոտ։ Երբ որ անտառում կախարդը մի հատ ոչխար է բռնում ոտուտի, շատ ոչխարների մեջ։ Ոչխարները մոտենում են ինքը ուզում է մեկին բռնի, փախնում են։ Հա, վտանգից փախնում են, եւ ճիշտ է ինքը մեկին կարողանում է բռնի ուտի, բայց հետո ամբողջ օրը գնում է մնացած ոչխարներին, սկսում է անտառում մեկ հավաքել, որ բերի լստի նախնի։ Ու ամեն անգամ պրոբլեմ է լինում։ Մտածում է ոնց անի, որ ինքը համ ոչխար ուտի, համ ոչխարները վախից չփախնեն։ Ինչ անում։ Սկսում է ամեն մի ոչխարի ականջին հատ բացատրել, համոզել, որ ինքը կոնկրետ սույն ոչխարը, ինքը էլիտար ոչխարը, ինքը բանը թագավորական ծագում ունի։ Եվ մնացած ոչխարներից չի։ Իրան ինքը կախարդը առանձնահատուկ վերաբերմունք ունի իր նկատմամբ։ Այն մնացածը ոչխար են, բայց ինքը ճիշտ է, ինքն էլ է ոչխար, բայց ինքը առանձնահատուկ, հա, թագավորական ցեղի ծագում ունեցող ոչխարը։ Եվ այտենց հատ բոլոր ոչխարներին համոզում է, որ ամեն մեկը թագավորական ծագում ունի։ Երբ որ նա տեսնում է կողքի ոչխարը, որ ուտելու բան ընդամենը, հա, ոչխարին ուտում է, թող ինքը չանհանգստանա, որտեղ դա իրեն երբեք չի սպառնում։ Եվ այսպես ինքը ամեն օր մի հատ ոչխար ուտում է, այն մնացածը մտքի մեջ մտածում են, ինձ չի լինել, որտեղ ես էլիտար ոչխար եմ։ Այս նույն պատմությունն է, հիմա այս թուրքերի հաջողությունով ովքեր ուրախանում են, իրանց թվում է Գուրջիևյան էլիտար ոչխարներն են, եւ այս թուրքերի համար իրանք վնասակար տար չեն, առնետ չեն, որոնց պետք է մի հատ Արցախից հանել, մի հատ Հայաստանից է պետք հանել։ Ճո, մարդիկ բարձ ասում են, դա մեր երկիրն է, դա մեր տարածքներն է։ Սա ես չեմ գրել այս նամակը։ Գրողը բժիշկ է եղել։ Ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է եղել, իհարկե, որին սատկացրեցին տղեկը։ Ձեզ էլ են սատկացնել։ Չկասկածեք։ Վերադառնանք մեր ոչխարներին։ Ոչ իրազեկ չքաղաքացին բացահայտել է, որ ինտերնետ խարդախությունները ծաղկում են, որովհետև աշխատանքից ազատել են խարդախությունների դեմ արդյունավետ պայքարող քննիչներին։ Վաու։ Հատուկ են ազատել աշխատանքից։ Կարող է իրենք ազատել են աշխատանքից, որ փայ լինեն խարդախությունների մեջ, ինչ ես կարծում, չքաղաքացի։ Դա մի կողմից, իսկ մյուս կողմից եղածներն էլ ինչով են զբաղված, անդիմադիր դաշտի զնությամբ, քննությամբ, հետևելով, օպերատիվ աշխատանք իրականացնելով, որտեղ դա այսօրվա իշխանություններին ավելի է պետք իրենց իշխանությունները պահելու համար, քան այն բիզնեսը, որ իրանք անում են խարդախների հետ միասին։ Իսկ դե ոնց են իրար հետ անում միասին, ես հիմա ձեզ կտամ։ Լսենք տիկնոջը։ Քննիչին 10 անգամ զանգոր ինձանից ինձ խոստացել էր, որ գումարը պետք է վերադարձնի։ Ինձ հետ պատահական զանգ եկավ, վերցնեմ, տեսնեմ զանգնա, բայց ինքը չի խոսում։ Գրպանում հեռախոսը միացած էր ուղիղ եթեր։ Ու ես լսեցի, որ Երևան Սիծիում են, եկա դատախազություն, դիմում գրեցի, ասում եմ կարևոր նորություն ունեմ ձեզ հայտնելու, խնդրում եմ ինձ ընդունեք, մի ամիս հետո նախագահան այդ կենտրոնական կոմիտեի քննչական բաժնի նախագահան ուղարկում է քննիչին 10 անգամ զանգում եմ չի պատասխանում, մի ամիս հետո էլ քննիչն է զանգում եւ քննիչի մոտ գնում եմ արդեն այդ հանցագործը խոչեր կանգնելու Երևան Սիծիում սպասել թե 2 ամիս հետո մեր օրգանները երբ պետք է գան այդ ես բան չունեմ ասելու, բայց կարելի է չէ մի քիչ օպերատիվներ աշխատել ոնց Ներքին ձայնս ասում է
որ տղեկը որ տենց անխոչնդոտ թալանում են, իսկ ես տեխնոջից $192,000 են տարել։ Եվ դու գիտեք ինչքան են այս կարգի զոհերը։ Շատ հարյուրներով, եթե ոչ հազարներով։ Ու անխոչնդոտ են գործում, թքած ունենան հեռախոսի համարի վրա էլ, որտեղ իրաց բռնով չի լինելու։ Այս կինն արդեն ընկել բացահայտել դրանք որտեղ են գնում, որ իրաց բանասի ոչ զանգում են, ոչ բան, ամիսներով։ Իսկ ներքին ձայնս ասում է, որովհետև ինչպես բոլոր հանցագործությունները, մեքենայի գողություններ, պայեստամասերի գողություններ, նարկոտիկի տարածում, զենքի առևտուր, սպանություն, ավազակային արձակում եւ այլն։ Այս մեկը նույնպես բացառություն չի եւ կազմակերպված եւ վերահսկվում է նույն մարմինների կողմից։ Հակառակ դեպքում ես ձեզ երաշխավորում եմ։ Ոչ մեկ, ոչ մի խաբեություն կարող է տարեկան մի հատ ունեց տարվա մեջ մի անգամ մի հատ ունեց օրիգինալ բան լինի, բայց մի անգամ։ Էն էլ 90%-ով դրան էլ կբռնեն։ Ձևերը կա, ամեն ինչ կա։ Բայց Հայաստանում դա ծաղկում, ամեն ինչ է ծաղկում Հայաստանում։ Հայաստանում ամեն ինչ ծաղկում է բացի տնտեսությունից։ Հանցագործությունների բոլոր տեսակները ծաղկում են բացի տնտեսությունից, բացի ժողովրդավարությունից, բացի մարդկանց տնտեսական վիճակից, բացի մարդկանց բարոյահոգեբանական տեսակետից ամեն ինչն է ծաղկում։ Այնպես որ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ինչպես բոլոր հանցագործությունները, այս մեկը նույնպես, հաշվի առնելով իրենց աշխատանքից եւ իմանալով լավ համակարգը ոնց է աշխատում, սա էլ կազմակերպված է ու վերահսկվում է իրենց կողմից։ Մայրիկ ջան, դրա համար ոչ դու, ոչ մյուսները երբեք իրենց թալանողներին, դա կլինի խարդախություն բանկի ճանապարհով, դա կլինի, չգիտեմ, հիշում եք մի քանի օր առաջ Գյումրում մեկը բողոքում, որ աչք հանելու համար, վախեցնելու համար, TikTok-ով, բանով փողեր են, կիլոներով ոսկի են վերցնում մարդկանցից թալանում։ Բոլորը կոնտրոլի տակ են։ Բոլոր էքստրասենսները, բոլոր խարդախները խնդիր չունեն։ Բոլորը կոնտրոլի տակ են ու աշխատում են իրենց համար։ Հակառակ դեպքում ցանկացած, եթե դուք բարեկամ ունեք, քննիչ, ոստիկան, օպերատիվ աշխատող, ցանկացած մեկին ասեք, եթե ձեզ թողեն, ասեք եթե ձեզ պետք լինի, չասեմ թողեն, ձեզ պետք լինի, նման հանցագործին ֆիքսելը, բռնելը, քանի ժամ կտևի, ժամ, ոչ թե օր, տարիներ, դա մանե չեն զանգում ամիսներով, ձեզ ինչի զանգին, չի կդիր, զանգեն ինչ ասեն, դե հարցրեք ձեր ոստիկան բարեկամներին, իրենք ասեն, ոնց, հեռախոսով զանգ է փող ուզե, վայ քուք, հեռախոսով բռնելու այնքան տարբերակ կա, որովհետև դες բան էն էլ այս կարգի օպերացիաները մի անգամ զանգելով չի է, երկարատև կապա, գնալ, գալ, հա, այստեղ փոխանցի ես ասած, ստերից են զանգում, դա վերահսկել է մի հատ ճանապարհը գտնելը, ընդհանրապես մի հատ տաբուլագրաման խփում է, տալիս է այս ամեն ինչը, օրով, ժամով, քարտեզով, տեղով, համարով, որտեղից է զանգի, ինչ հեռախոսից է զանգի, ամեն ինչ դնում են դեմը, գծում են, էսից տեղից է, էսից ուրեմն հետա կապված, էսից հետա կապված, բերում դնում են դեմը, մայրիկ ջան, սա պետություն չի, սա հանցավոր կազմակերպություն է, այնպես որ դանչիկն ասում է, քննիչներին հանել են, դա ճշմարտության 10%-ն է, եւ ի պայքարող քննիչներին են հանել, մնացածն ուղղակի օգնում են, որ process-ը հավերժ գնա, բայց ես թվում է Հայաստանում այն առևտուրը, այն փողի շրջանառությունը, անօրինական փողի շրջանառությունը, որ կա, որտեղից է։ Այն ինչ որ Հայաստանում է կատարվում, ոչ մի երկրում չի կատարվում։ Որովհետև դրա տակը տնտեսական ոչ մի հիմք չկա, դա մենակ կոռուպցիան է, դա մենակ հանցագործ փողեր է։ Լսեք, մի երկիր, որ արտահանում չունի, արտահանում, արտադրություն, տնտեսություն չունի, այդ փողի շրջանառությունը նշանակում է դա հանցավոր փող է, դա ոչ մի տեղից չգեներացված օրինական ճանապարհով գումար է։ Եղավ չքաղաքացի։
Այսօր պատահական պես ինտերնետը էս բանը բերեց, նկարը բերեց։ Դա 18 թիվն է, 18։ Գիտեք պատահական նկար է սա։ Ասես միջոցառումները Ժորժ ջան պատահական չեն լինում։ Ոչ մի միջոցառում պատահական այս կարգի չի լինում։ Սա գրված է, ամեն մեկին դերերը բաշխված է։ Տարիներ առաջ, դեռ տարիներ առաջ ամեն մեկ իր կուրատորն ունի անձնական, որտեղ ինչ պետք է ասի, ու պետք է հանդիպի։ Եթե մի բան էլ չի գնում, անպայման մի խոսքով։ Բա գիտեք պատահական Պետրոսը դառավ համեկում ամենագլխավոր խոսափողի խոսնակը, բա ով պետք է լիներ։ Ինքն են ընտրված այդ դերի համար։ Ոչ թե դրեցին ատեղ, հետո դարձավ, ոչ։ Ի սկզբանե ընտրված, այդ դերի համար ինքներ, կիններ, բոլորը հավաքագրված, դրա համար էլ էս ամբողջ 7 տարվա մեջ պատահական մարդիկ իրանցից հեռացան։ Պատահական, ասենք Գայանեն Աբրահամյան, ասենք Տաթևիկը Հայապետյանը, պատահական, մի քանի հոգինեց, որ պատահական էլ հայտնվել այնտեղ, իրանք էլ հեռացան։ Բայց կորիզը, որոնց բաշխվել այդ հիմնական դերերը, մինչև հիմա, ինչպես դուք տեսնում եք, իրանց գործն են իրականացում։ Իսկ մինչ այդ Հայաստանը ոչնչացնելու խնդիրը շարունակվում է։ Նայեք, հələ նայում ես ինչ են արել։ Սա Ռուսիայի տարածքը, այս հաստատուն ծառերը կդրել են ամայի սարքում, ես սրանք վերն եմ անցել, լնադնա։ բոլոր առողջ ծառեր, նայեք, լրիվ առողջ ծառ։ Այս նկարը նայեք, Բայց ծառի հաստությունը նայեք, լրիվ առողջ ծառ։ Չիրազեք չքաղաքացի, մի հատ դիմում դատախազություն չես ուզում գրես։ Դատախազությունը քո դիմումների միանգամից ռեակցիա տալ, եթե միանգամից չէ, 3 ամիս հետո պահում է այնքան, մինչև ժամանակը գա, որ ռեակցիա տա։ Սա հանցագործություն է։ Սա երկիրը սպանելու ծրագիր է, սպանելու, քաղաք, որտեղ օդ չկա շնչելու։ Քաղաք, որի օդի աղտոտվածությունը գերազանցել է բոլոր սահմանները։ Մի հատ ծառ չթողեցին սրանք, ամբողջ քաղաքով մեկ։ Ես հարց եմ տալի, բայց սրանց ծափ տվողները, սրանց աջակցողները Թուրքից ինչով են տարբերվում։ Կամ մարդ սպանեն, կամ ծառ կտրեն։ Դուք Թուրքից ինչով եք տարբերվում։ Ինձ մի բան ասեք, էլի մի հատ հանգամանք ասեք, որ դուք Թուրքից տարբերվում եք։ Դուք մեր երեխեքի սպանելու վրա ուրախանում եք։ Մեր երկիրը քանդելու վրա ուրախանում եք։ Մեր եկեղեցին քանդելու, հոգևոր արժեքները քանդելու վրա ուրախանում եք, հա։ Մեր ծառը, ջուրը կտրելու վրա ուրախանում եք, այլ դուք Թուրքից ինչով եք տարբերվում։ Դուք ավելի վատն եք, քան թուրքը։ Որովհետև թուրքը բացահայտ իմ թշնամին է ու չի կարող ծառը իմ կտրի։ Դուք իմ համ ջուրն եք թունավորում, համ սարս եք քանդում, ծառս եք կտրում, երեխեքին եք տանում, սպանում, ու մի հատ էլ դողոր զուռնայով քեֆ եք անում, արա դրա վրա։ Սա նայեք։ Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող հայփոստի արդեն նախկին շենքն առաջիկա 1.5 տարում կհավասարեցվի հողին։ Կառուցապատողը ստացել է շենքն ապամոնտաժելու շմագ դրական եզրակացությունը։ Բա, արդեն դրական եզրակացություն է ստացել։ Արդեն դրական եզրակացությունը կա, բա։ Կառուցվելիք համալիրը Երևանի ամենաբարձր շենքն է լինելու 50 հարկանի։ Բացի այն, որ այդպիսի երկնաքերը գերխիտ կառուցապատման կենտրոնում և մշտապես խցանված Սարյան փողոցի վրա նոր խցանումներ է առաջացնելու, կա լուրջ մտահոգություն, որ այդ կառուցապատումը ռիսկի է ենթարկում Երևանի գլխավոր պողոտան Հրազդանի կիրճին կապող թունելները։ Ինչ է սպասվում թունելներին, որոնք անցնում են անմիջապես այս շենքի տակով, ընկերությունը պնդում է վտանգ չի սպառնում։ Մինչդեռ նման շինարարությունը բարձր ռիսկային է, առավել ևս, որ համաշխարհային առևտրի կենտրոնին հսկայական ավտոկայանատեղի է անհրաժեշտ լինելու։
Հտակ չի սպառնում։ Ինչ կապ ունի, հողը կվերցնեն, արդեն վերցրել են, եթե թույլտվությունը տվել են, արդեն միլիոնը ընդեր դրած է, կամ մի քանի միլիոն դրած է։ Շինարարները սարքի կծախի, թե դրա հետո նստված կտա, թե թունելները կփլվեն շենքնել հետը, թող այդ արդեն առնողները մտածեն։ Իսկ ինչ է կարծում ով առնելու տեղ։ Ես զիշացնեմ, Հայաստանում արտադրություն չկա։ Հայաստանում պատտվում է մեծ մասան, այդ մեծ փողերը որ կա, դրանք հանցավոր ճանապարհով, ես ասացի չէ, խարդախություն, մարտասպանություն, նարկոտիկի, առևտուր, ավազայկային հարձակում, մի խոսքով, բյուջեի թալան, Հայաստանում մեծ փողերը, դրանք բացառապես հանցավոր ճանապարհով բերված ձեռք բերված փողեր են։ Ովքեր են այդտեղ տարածքներ առնելու ուզես, հենց իրանք։ Իրանք էլ իրանց գերեզմանն առնելու են, իդեմս այդ բնակարանների։ Արեք։ Ձեր տրամադրությունը մի հատ փչացնեմ, հա, թուրքի ծնունդներ։ Ստամբուլում մնացել է 57 օրվա խմելու ջուր։ Հասկանում եք ինչ է դառել ջուրը այսօր։ Արդեն այնտեղ էվակուացնելու վրա են կանգնած Թեհրանը։ Ստամբուլում էլ մնացել է արդեն 57 օրվա։ 21% է մնացել ջրամբարներում իրանց ջուրը։ Իսկ մեր ամբողջ աղբյուրները թուրք Նիկոլը Ներագույնը նվիրեց ադրբեջանցիներին։ Մի բան էլ հիշացնեմ ձեզ, Արաքսի վերևում Ախուրյանի դիմացը, վերևում, Շիրակի վերևը, թուրքերը ջրամբար են կառուցում, շուտով Արաքսը գալու է մտի այնտեղ, Հայաստանը զրկվելու է Արաքսից, ես ես հիշացնեմ, այդ ծրագիրը, հիմա դա իրականում է այնտեղ, մենք Արաքսը չենք տենալու, կարող Արաքսը ճահճանաս, կարող մի հատ առու մնա, որ ոչ մեկ չկարողանա Արաքսից ջուր վերցնել, ջրելու համար, ես հիշացնեմ Արաքսից ջուրը վերցվում Արարատյան դաշտի ջրելու համար նաև։ Մեծ բանը, Մղչյանի բաները հիշում եք այդ խողովակները։ Երբ ով գնացել եկել այդ ճանապարհներով, Երևան Արարատ կամ Մղչյան գնում գալիս, այդ մեծ խողովակները որ կա, հենց այդ խողովակներով Արաքսից ջուրա քաշվում դեպի վերև։ Որ ամեն ինչ չգա Սևանից, այդ բանի անունը վերևը կանալ կա, չէ՞, բանն է։ Ժամանակին Ստալինյան կանալ էին ասում, չգիտեմ։ Մի խոսքով, այդ համակարգը հենց այդ Տրուբեկով բանը Արաքսից է ջուրը գնում։ Նշանակում է մի օր էլ չի լինելու։ Այսպիսի բաներ։ Ջրային այսօրվա պատերազմների, այսօր պատերազմները ջրի համար է։ Նավթից թանկ է լինելու։ Իսկ մեր նեռագույնը վերցրեց տվեց թուրքերին։ Նեռագույնը։ Իսկ ով որ իր հետ ժպտում է, ով որ իրան բարևատալի աջակցում է, ների ծառաներ են։ Ես սա վիրավորելու համար չեմ ասում։ Ես ուզում եմ բնութագրեմ ավելի խիտ, ավելի պարզ գույներով, ամեն մարդ հասկանա ինքը ինչ է անում։ Ինքը ինչ անում, սա իմ, ոնց ասեմ ձեզ, նույնիսկ իմ պարտավորությունը չի ձեզ դա ասելու։ Ես գիտեմ, որ ամեն մեկին, որ ես մի բան ես ասում, մտածում է ոնց, դու իմ հերոսին մարդիկը տենց են, ում համար ուզում ես խոսա։ Մեկին ասեցիր ինքը ինչ անում, ոնց, ինքը չի նայում դու ինչ ես ասում, գործողություններին չի նայում, ասում ոնց, դու իմ հերոսին ասեցիր։ Դե ուզում ես ասես դու ես քո հերոսը։ Եթե սա է քո հերոսը, ուրեմն նույնն էլ դու ես էլի։ Լացեք Թուրքիայի համար կամ աղոթեք Թուրքիայի համար, որ չանապատանա։ Դուք ավելի շուտ կաղոթեք։ Իսկ միջև դուք կաղոթեք, Իսրայելը շարունակում է սպանել Աջուցը։ Չեկնեք, սա դեռ Իսրայելը չի, սա դեռ Ռուսաստանն է, սա Իսրայելին է կասնում։ Ռմբակոծել է Տերնապոլը 60, նայեք, 60 վիրավոր, 3 զոհ, 14-ը երեխա են։ Խաղը բնակավար չենք։ Աշխարհում երկու տեղ կա ոնց բանա լինում։ Մեկ Ռուսաստանն է Ուկրաինայում, sense բանանում, մեկ էլ Իսրայելը, Գազայում, Լիբանանում, դե Սիրիան արդեն դեռ ռմբակոծելու բան չկա, որ ռմբակոծի, որտեղ իր ագենտը արդեն իրանի համար ինչ որ պետք է անում է։ Երկու տեղ
մեկ Ռուսաստանն է սենց անում Ուկրաինայում, մեկը Իսրայելը իր հարևաններին։ Երկու ռազմական հանցագործ կար դավանել աշխարհում, այսօրվա վիճակով։ Մեկը Պուտինն է, մեկը Նետանյահուն։ Հիմա ես չգիտեմ, մեկի համար կարող է իր հերոսը Պուտինն է նեղանա ինձանից, որ ասեմ ինքը ռազմական հանցագործ է, բայց դա իմ ճաշակի ոլորտից չի։ Դա դատարանն է որոշել։ Միջազգային քրեական դատարանն է որոշել, ու սա դա է ցույց տալիս։ Ու իմ համար մեկ ում համար է ինքը հերոս։ Ինքը ռազմական հանցագործ է։ Սա էլ թուրքերն են, նայեք։ Խաղ է, երեխեքի խաղ է։ Ասենք թիմում Թուրքիայի հավաքականն է երեխեքի։ Թուրքերը այդ իրանց գորշ գայլերի բաներն են ցույց տալիս, սիմվոլներն են բարձրացնում։ Իսկ այս աղջիկը քուրդ է։ Ինքն էլ իր սիմվոլը բարձրացնում։ Սանանք Полог в Турции вызвал запуск системы проверки генеалогического древа. Многие обнаружили у себя армянские, греческие и еврейские корни. На портале общественных услуг Турции заработала новая функция, при помощи которой граждане страны могут восстановить свое генеалогическое древо, введя в систему имя, фамилию и дату рождения. История 1К показывает, что до сих пор тема происхождения остается чувствительной проблемой, особенно в регионах Турции. Конфиденциальность данных, которые идентифицируют личность людей, считается проблемой национальной безопасности. Սա էլի անցյալների գենետիկ անալիզի եւ անցյալը ճշտելու մասին է խոսում, որ միջև հիմա արգելված է, ժամանակ կար բացել էին, բայց դա համարվում է հիմա Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդիր, հենց մարդու փաստորեն իդենտիֆիկացիան ազգային, պատկերացնում եք, Թուրքիայում ազգային անվտանգության խնդիր է, ինչ է կարծում որքան են կարողանալու դա թակում պահել, NLS ինֆորմացիայի դաշտում երկար չեն կարող, որովհետև շատ պարզ բան կա, մարդկային հետաքրքրությունը ոչ մի բան չի կարողանում կանգնացնել։ Մարդկային հետաքրքրությունը իսկ արգելված բան ավելի գրավիչ է։ Цель этой секретности скрыть, что десятки армян, сирийцев, греков, евреев обратились в ислам. Ես ասում եմ այդ գաղտնիության բանը, սա Թուրքիայում է։ Նպատակը մեկն է, որ մարդիկ չիմանան, որ հրեաները, հույները, հայերը իսլամացվել են, որ հետո ազգանուններն են բնականաբար փոխվել 30 կարծեմ տվեց 34 թվականներից։ Հա։ Բխոս որ հանգարց չիմանան մարդիկ իրանց ծագումնաբանությունը։ Որտեղ այդ երեխեն, որ sense բանը ինչ են չգիտեմ, հայերի sense մի բան է ցույց տալի, հա։ Կարող է բաղ գենետիկ անալիզանի, parzi ինքը թուրք չի։ Ու մեծագույն հավանականությամբ ինքը թուրք չի լինել։ Некоторые люди, которые всегда хвастались своей чистой турецкой родословной, были шокированы, узнав, что на самом деле у них другие этнические и религиозные корни. Դե հիմա ասում եմ ու շատերը, որոնք ասում միշտ հպարտացել են իրենք թուրք լինելով, այդ անալիզից հետո բարձրացել են ընդհանրապես իրենք թուրք չեն։ Генеалогия всегда была не только популярной темой разговора в турецком обществе, но и инструментом социального и политического разделения. Многие признавали свое армянское происхождение или что давно умерший родственник был обращен в ислам, но это ограничивалось рамками семьи. Для того, чтобы понять, насколько все серьезно, достаточно вспомнить заявление президента Эрдогана. Нас обвиняют в том, что мы евреи, армяне или греки. Некоторые общественные деятели и журналисты Ասում եմ, որպեսզի հասկանանք դա ինչքան վտանգավոր է, հիշեք Էրդողանի հայտարարությունը, որ ասում էր մեզ մեղադրում են, որ մենք հույն ենք, հայ ենք, հրեա ենք, բայց տես չի, մեզ դա մեղադրում են։ Միշտեր ինքը քուրդ է։ Ու պատկերացրեք, որ դա մի օր իր ասելուց հետո ես ես հիշեցնեմ Գորշ Գայլերի ղեկավարներից մեկը, ամենածայրահեղ ղեկավարներից մեկը ինքնասպան էր եղել այն բանից հետո եւ բարձել էր ինքը թուրք չի։ Կարծեմ բարձել էր ինքը հայ է։ Ինքնասպան էր եղել։ Ու ինքան տես բաները լինելու դե։ Լինելու։ выступили против открытия регистров, отмечая, что ситуация может иметь непредсказуемые социальные последствия. Եվ ասում եմ, դրա համար էլ արգելված է, որովհետեւ հասկանում եմ, որ հետևանքները անկանխատեսելի է լինելու։ Իսկ մենք ապագա պետություն որպես ամեն ինչ անելու ենք, որ անկանխատեսելիությունը որքան հնարավոր է շուտ այցելի իրենց։
Իսկ հիմա ամենակարևոր բանի մասին ինչից որ սկսեցի հաղորդումը եւ այսպես Yeah, well, let's listen. Hold on. 127, the nays are 1. 2/3 being in the affirmative. The rules are suspended. The bill is passed. And without objection, the motion to reconsider is laid on the table. Վերջապես հայտնի Էփստեյնի ցուցակը հրապարակվելու մասին որոշում է կայացվել եւ բոլորը քվեարկել են դրա օգտին։ Ես մինչդեռ ձեր հետ հիմա այս հաղորդումը նկարում եմ, որովհետեւ վերջում արդեն կհավաքեմ ամբողջ արձագանքները, որ ինչ էր կատարվել։ Դեք պատկերացեք մոտավորապես մասշտաբը ինչեր է լինելու։ Ես ձեզ ուղղակի հիշեցնեմ, որ նախնական տվյալներով շատ փոքր ինֆորմացիա եղավ, որով պարզվեց, որ արդեն թագավոր, ես երեք ասեցի Ալ-Քայազն, Չարլզին, մոռացել եմ, որ ինքը արդեն թագավոր է։ Այնքան ինքը երկար մնաց Ալ-Քայազն, որ ինձ թվում է միջև ինքը Ալ-Քայազն է, չէ, արդեն թագավոր Չարլզի եղբայրը այդ ցուցակում էր։ Եվ ինքը հենց դա հրապարակվեց, ինքը ստիպված էր հրաժարվել իր բոլոր կոչումներից, թագավորական ընտանիքի ուղղակի իրենց հրաժարվեց։ Պատկերացնում եք, թագավորի եղբայրն էլ է։ Եվ արձագանքը մի անգամից էր, սենց կայծակնային էր։ Իսկ այդ ցուցակի վրա կան աշխարհի բոլոր ազդեցիկ մարդիկ։ Ու դա պատկերացեք հրապարակվելուց հետո ինչեր կարող է լինի աշխարհում։ Շատ դժվար է կանխատեսել, բայց ես կարող եմ մի բան կանխատեսել, որ մեծ սուրպրիզներ, չեմ ասի պատերազմներ, հա, բայց պատկերացեք, եթե մի անգամից ասենք թագավորի եղբայրն է հրաժարվում իր բանից, ստատուսից, ինչեր կարող է լինեն, ինչ անուններ են հնչելու, ու սա ինչ հետևանքներ կարող է ունենա։ Մյուս որոշումը, որ ես ուզում եմ էլի սրանց տրամադրությունը գցեմ։ The International Court of Justice has just slammed the gavel down on Donald Trump, declaring him guilty in 3 explosive cases that could Հիմա միջազգային բանը դատարանն է Թրամփին մեղադրում 3 պունկտով change the course of his political future, if not his entire life. From slapping illegal sanctions on ICC officials to որ նախ եւ առաջ դատարանի ներկայացուցիչների նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար unlawfully capping Pentagon research funds Պենտագոնի առասուտովության Պենտագոնի հետազոտությունների փողերը կտրելը even trying to silence a journalist by claiming եւ լրագրողների դեմ ոտնձգությունները 3 հոդվածով մեղադրանք ներկայացվում միջազգային դատարանի կողմից Թրամփի նկատմամբ պլյուս 3 արդեն ամերիկյան դատարանը էլի Թրամփի բոլոր որոշումները սանկցիաների մասով գվարդիան ժողովրդի դեմ օգտագործելու մասով բոլոր մասերով մեղավոր է ճանաչել Թրամփին Թրամփի ոչ մի բան չի մնացել ու այն տխմարները հայկական իրականության մեջ տեսեք ասում եմ առանց վարանելու եմ ասում տխմարներ ավելի վատ բառ կարելի է դրանց իհարկե ասել բայց որոնք դեռ հույսեր են կապում Թրամփի անունի հետ ստորագրության հետ կարող ասում եք իրան WhatsApp-ի համար ունենք մենք հարցուծող ենք դրանց տխմար ասելը նույնիսկ արդեն կոմպլիմենտ է հնչում սա էլ նայեք Listen to Speaker Mike Johnson here. Is he and Trump really as panicked as they sound over the Սա ներկայացուցիչների պալատի խոսնակն է, Mike Johnson, բանը ինքն հանրապետական Senate's Epstein vote, or was this a plan all along? No, I was just told that Chuck Schumer rushed it to the floor and put it out there preemptively. It needed amendments. I just spoke to the president about that. We'll see what happens. So do you think he may veto it? You say you spoke to the president? I'm not saying that. Այս հորոշումից հետո ասում եմ սա խառնված է պանիկան սոսկալի է սա բերելու է քաղաքացիական ես չգիտեմ ոնց վերա սա հսկայական բաներ է փոխելու սրանք բոլորը խոճապի մեջ են բոլորն ընդեղ են այսինքն սրանց ամեն մեկի վրա 20-30 տարվա քրեական գործ է արդեն դրանք բոլորը ներգրաված են եղել մանկահասակ երեխաներին փչացնելու արմամոլության Պեդոֆիլիայի մեջ են մեղադրվում դրա 20-30 տարի ամենջը
այդ բանի Էփստեյնի կինը որ դրա կազմակերպիչներից է 20 տարի վեր են կա հոդված արդեն սրանք բոլորը գնալու են հիմա ասում է Չակ Շումերը հետ ենք խոսացել բարձենք տենանք Թրամփը ինչ է կանում կարողանում է վետո դնի այդ որոշման վրա Չակ Շումերը մեր Նյու Յորք նահանգի բանն է սենատորն է պատկերացնում եք Նյու Յորք նահանգը ընտրել է բանին Մահմեդականին բայց նահանգից ներկայացված սենատորը հանրապետական է այս սրանցից է այս մանկապիղծներից է հիմա սրանք բոլորը տեղ են անկասկած ու սրանց պանիկան դուք հասկացեք ամեն մեկի վրա քրեական գործ ասա ով եղավ այդ ցուցակի վրա ինքը մանկապղծության մեջ է վերադրվում իսկ մյուս կողմից պաղեստինյան դեսպանատուն է բացվում ամերիկանը Բրիտանիայում սա Իսրայելի բանն էր նայեք մերոնց կլինի վատ երազը Պաղեստինի ներկայացություն դեսպանատուն Բրիտանիան որտեղ Բրիտանիան ճանաչել է Պաղեստինի ոնց որ անկախությունը այսինքն two state solution-ը որ պետք է ունենա Պաղեստինը այնտեղ պետություն դե բնականաբար դեսպանատուն էլ արդեն պետք է ունենա իսկ Լոնդոնը դա Ռոթշիլդների որջն է դա սիոնիզմի հորերի որջն է այդ սիոնիստները, որոնք սպառնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ասում են, եթե դուք հանկարծ մի քիչ չափները տանցնեք, դուք կվերանաք որպես կայսրություն։ Բայց հիմա իրանք տեղեկ չեն, որ իրանք են վերանում։ Հիմա իրանք որջ Լոնդոնում բացվում է Պաղեստինի դեսպանատուն։ Այսօր Թրամփը 400 միլիոն դիմացի, 400 միլիոն դոլար դիմաց, պլյուս եւս 1 տրիլիոն խոստացված ներդրումների դիմաց պատկերացնում եք Սաուդյան Արաբիային տալիս է կարգավիճակ, որի մասին որ խոսում էր որ Հայաստանի համար դա լավ կլինի, դա ոչ ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից։ Փող արժի դա։ 400 միլիոն դոլարով մի հատ բան նվիրեցին, իրան սուպեր սամալյոտ։ Հիմա 1 տրիլիոն դոլար էլ խոսք են տալիս, որ ներդրումներ կանեն իրանց մոտ, եթե այս կարգավիճակը իրան տա։ Բայց Սաուդյան Արաբիային ես ուզում եմ հիշեցնել մի բան։ Կատարն էլ է իրանց աջակիցը։ Կատարն էլ իրանց նույն կարգավիճակն ուներ, այն ինչով դուք եք ուզում։ Կատարը։ Եվ Կատարը իրանք պետքա պահեին։ Բայց դուք մի ուրախացեք։ Իրանք ձեզ կպահեն նաև ձեր վրա ով է հարձակվել։ Այ եթե հարձակվողը Իսրայելն է, ձերը դինելու են ինչ որ եղավ Կատարի հետ։ Ինչ որ եղավ Հայաստանի հետ, որովհետև Հայաստանի օդային պաշտպանությունն էլ էր գտնվում Ռուսաստանի ձեռքում, իսկ Կատարի օդային պաշտպանությունն էլ Ամերիկայի ձեռքում էր։ Այնպես որ երբի լավ է դրա, չգիտեմ, բայց սա ձեզ չի պահելու Իսրայելի հարձակումներից։ Հարգելի արաբներ։ Նայեք Կատարի օրինակը։ Գոնե Թրամփի ժամանակ հաստատ չի պահելու։ Իսկ թե վաղը մյուսօր ինչ կլինի, ոնց կլինի, դե կապրենք կտեսնենք։ Ես վստահ եմ, որ ու ոչ միայն ես եմ վստահ, հանրապետականներն էլ են վստահ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ Թրամփը մինչև 26 թիվն նույնիսկ կարող չձգի։ Այսինքն 26 թիվը կարող իր համար լինի ճակատագրական եւ իրանք բոլորը կորցնեն իշխանություն։ Ես այդ ասեմ մի բան։ Միջև հիմա այս 1 տարվա մեջ ով բնորոշում է Թրամփին, նո ազատ մարդիկ։ Բոլորը գալիս են մի բառի վրա։ Դրանք գիտեք ինչ են ասում։ Իդիոտ։ Եվ բոլոր տեղերը որտեղ եղել է ընտրություններ, իրանք պարտվել են։ Բոլոր տեղերը։ Իսկ քանի Թրամփի իշխանությանը Իսրայելը ռմբակոծելու է ում ուզի։ Հիմա Լիբանանն է ռմբակոծում։ Աբիրում է Լիբանանը, ասելով որ Հեզբոլային եմ խփում։ Լիբանանը ավերում է։ Իսկ Հեզբոլային եմ խփում։ Դու ով ես որ դու Հեզբոլային խփես։ Հիմա պատկերացնում եք Լիբանանի միացյալ բանակի հրամանատարը ուզում է հանդիպի Թրամփի հետ, Թրամփ չի ընդունում։ Այսինքն Թրամփը ով է որ ընդունի։ Թրամփին ասում է չես ընդունելու եւ վերջ։ Սա է, այսօրվա աշխարհը սա է։ Խնդրեմ, Bill Gates, Սայր Էփստեյնի ցուցակի վրա
Եվ միլիարդներ է քաշում Բիլ Գեյթսից, միլիարդներ է քաշել ավելի ճիշտ, սպառնացել է, եթե չտա, պատմելու է իրա եւ Ռուսաստանի կապերի մասին։ Բիլ Գեյթսը խայտարակ Ժորժյան խայտարակ բաներ է սպասում մեզ։ Խայտարակ բացահայտություններ է սպասում, օրեկան մենք աշխարհը այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, ես երաշխավորում եմ, եթե մենք մի տարի հետո խոսանք, այսինքն է լինելու այդ աշխարհը արդեն մեր ընկալումների մեջ։ Դուք կպատկերացնեք, որ Բիլ Գեյթսը կարող է կապ ունեցած լինի Ռուսաստանի հետ։ Փաստորեն ունի ու դրա հիման վրա սրանից փող են վերցրել։ Էփշտինը։ Միլիարդներ։ Մենք դեռ ինչ ենք իմանալու։ Հիմա ուզում եմ վերադառնալ Հայաստան, որովհետև չեմ ուզում առաջ ընկնեմ։ Սպասենք, տեսնենք ինչ մասով են այդ ցուցակները բացահայտելու, ովքեր են այնտեղ։ Եվ ընդհանրապես Պուտինը ինչ կապ ունի դրա հետ, որը վստահ է Պուտինն էլ այնտեղ, Ռուսաստանի օլիգարխների մասին ենք լսելու։ Ես չգիտեմ Զելենսկուն կհասնենք այնտեղ տեսնենք թե չէ, բայց Զելենսկին անպայման sense դատվելու է այս պատերազմի համար, ինչ որ հիմա կատարվում է Ուկրաինայում։ Միջև այդ ամեն ինչին կտեսնենք, վերադառնանք Հայաստան եւ տեսնենք երիտասարդներն ինչ են մտածում այս նեռագույնի մասին։ Եթե իջմիացնում մանդատ կասեք այն մասին, որ Փաշինյանը նշել է, եթե իջմիացնում մանդատ ստանան, կաթողիկոսին են հեռացնել։ Միգուցե ինքը իր մասին մտածի սկզբից, հետո նոր կաթողիկոսին անցնենք։ Անսպասելի պատասխան էր։ Օրինակ ես չէի մտածում, որ այս աղջիկը ասելիք ունի։ Մտածում եմ իր գործ գնում գալիս է երևի առանձնապես չէ նայում, չի հետաքրքրվում։ Շատ ճիշտ ասաց։ Լավ կլինի ընդհանրապես իր ճակատագրով մտահոգված լինի։ Ու ես բոլոր քպեականներին, նեռացիներին, նեռի հետևորդներին ես խորհուրդ եմ տալիս։ Կարակ լսեք, կարակ չլսեք, բայց ամեն օր քնելուց առաջ մտածեք, ինչ եք անելու այն պահից, երբ որ պարզվի Նիկոլ Փաշինյանն էլ իշխանության չի։ Դա երկու ձև կարա լինի։ Մի ձև ժողովուրդն է վզին տվել վռնդե, մյուս ձևը, որ արդեն դուք Թուրքիայի տիրապետության տակ եք։ Էլ ձեր տերը Նիկոլ Փաշինյանը չի, դուք մնում եք անտեր։ Ու եթե չեղավ առաջինը, լինելու է երկրորդը, այսինքն sense թե նենց, այսպես թե այնպես, ավելի հայերեն ասած, 26 թվականի ընտրություններից հետո ով կա Փաշինյան Նիկոլի կողքը մնալու է անտեր։ Կամ Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց, էլի դուք մնում եք անտեր, որտեղ Նիկոլը ձեզ չի պահելու, հայտնվում եք Թուրքիայի տիրապետության տակ, կամ ժողովուրդը կարողանում է վռնդի դրա, էլի մնում եք դուք անտեր։ Նենց որ աղջիկը շատ ճիշտ է ասում։ Ճիշտ կլինի, որ ինքը իր ճակատագրի մասին մտածի։ Ղեկավարության ընդհանրապես այս պահին չեմ ընդունում եւ ամեն քայլը իրա ես չեմ հասկանում ու ինքն է մեղավոր, որ այս ամեն ինչը մեր երեխեքի հետ լինում է, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ 100%։ Ես վստահեցնեմ, որ այս ընտրությունները, որ այս կեղծված մեզ ներկայացվեց, ըստ իմ ցուցակում է որավ։ Վարշապատում ինքը պարտվել է նույնիսկ իր ամբողջ ռեսուրսը օգտագործելով։ Վարշապատում քպան պարտվել է, այսինքն 50% չի հասել։ Ամբողջ այս կերծիկներով, կրկնակի քվեարկություններով, այս լցոնումներով, լույսերն անջատելով, տանելով, ինքը պարտված է վարշապատում։ Կարողացել է այս կոմպենսացնի ամենաշատը գիտեք որ համայնքի, որտեղ ոստիկան էին ծեծե։ Ոնց էր կոչում դեր Աստված, վայք, խոյ համայնքի։ Որտեղ ոստիկան էին ծեծել։ Հետո մեղադրել էին, որ ինքն էլ մեղավոր իրան ծեծել են։ Ծեծել էին ավտոն, ջարդել էին, հա, այդ համայնքում։ Փաստորեն պատկերացնում եք ինչքան 100% է երևի բանալ է, որ կոմպենսացել են, էլի։ Եվի 100%։ Որը երկու բան է նշանակում, երկու տարբերակ, կամ այդ համայնքում վախը այնքան շատ է, որ ինչ ուզե գնել են, որը էլի իրանց դեմ աշխատելու անպայման, կամ ուղղակի ինչ ուզե գնել են։ Ու ժողովուրդը
չի մասնակցել այդ ընտրություններին։ Որ էլի նշանակում է, որ դուք չկա գոյություն չունեք, որտեղ դուք ամեն անգամ դա չեք կարող անել։ Ուրիշ բան է, որ ամբողջ ռեսուրսը կենտրոնացում է այդ տարածքի փոքր տարածքի վրա։ Ուրիշ բան է, որ ընտրությունները համապետական է, ու դուք պետք է ճողվեք ձեր մեջտեղից։ 1780 ընտրատարածքով պետք է ճողվեք դուք ձեր մեջտեղից, այդ չեմ ասում, որ այդ ընթացքում էլ գալիս են ընդդիմադիր տեխնացուներ, որտեղ են 60% չմասնակցածները, տեսեք 60%-ը չի մասնակցել այս ընտրություններին։ Այսինքն Փաշինյան Նիկոլոսը մեզ իշխանություն են ստացել, դու դե իշխանություն չես ստացել։ Դու ունես 25% ձայն։ Մնացած 75-ը քեզ դեմ է, կամ չի քվեարկի, կամ քեզ դեմ է։ Հասկացա՞ր։ Շատ։ Դու 20% ունես։ Կերսելով բանով դու 20%-ը կարողացար ապահովել։ Դու չես կարող ասես, որ 80%-ը ասում է դու ինչ ուզում ես արա, ես քո կողքն եմ։ Հասկացա՞ր հաշվարկը։ Հա, տխմար։ Ասում կամ կերծելա լրիվ թիվը նկատելա, որ էլի մարդիկ կամ չունի, կամ էլ անենց վախի իրավիճակա, որ ինչ ուզել արելա, առանց որևէ մի դիմադրության, որ էլի նշանակում է ինքը ամեն անգամ չի կարողանալու դա անել։ Ասում ժողովուրդը իրեն չի, ուղղակի գլուխ չեն դրել, այսքան բան։ Գնանք առաջ։ Ժողովուրդը քցել է դուրը։ Էնա Թոշակստանի ապրի թե Սրտեկաղրի 20 դրամ աշխատի, որն է լավ, բյուջե ունենք, բա բյուջե տուրա, ինքը իրան համար տուն է սարկում բանում, ձորախբերում, մի հեկտար հողի վրա, հետ է մեր ղեկավարությունը, ժողովուրդը Ուրսան ամեն ինչ մարդիկ տեղյակ են, սա լսենք։ Փաշինյանը կգրոհի մայրաթորը։ Գրողը տանի Փաշինյանի ոչ, իհարկե։ Կարծում եք կգրոհի մայրաթորի վրա։ Իհարկե ոչ, չպետք է գրոհի։ Չէ, կարծում եմ որ չպետք է գրոհի, չի գրոհի։ Ինքը շատ փոքր է մայրաթորին տիրանալու համար։ Որովհետև ինքը մարդ կոչվելու իրավունք չունի, որպես մարդ ինքը մարդ չի։ Ինչ մնացած մայր Աստված, ինքը Աստված չունի, ոնց կարա ինքը, եթե Աստված չունես, ոնց կարաս մայրաթորին տիրանաս։ Որ Աստված չունի, մայրաթորել չունի, իսկ ինքը իր սեփականաթոր չունի։ Իսկ ինչ եք կարծում երեկվա ընտրություններից հետո։ Երեկվա ընտրությունները շատ ներողություն, դա ընտրություններ չի, դա լրիվ, չգիտեմ ինչ ասեմ, ինչ լույսերը անջատում են, իրանք իրանց ուզածը անում են, մարդկանց վախացնում են, դատում են, վերացնում են, որ ինչ, դրանով ինչը, դրանով որ ինքը տիրացավ ինչ, ենա մի անգամից կանգնի ու ասի, ես ուզում եմ ես Հայաստանը դառնա Թուրքիա, դառնա Ադրբեջանը, իմ տեղը կա Ալիևը կամ Էրդողանը, այդքան բան, ուրիշ ոչինչ, ինքը դրանց համար աշխատում, դրանց կոծնա, դրանց ստրուկն է, հիմա ինչքան էլ որ ընտրություններ անի, լրիվ Ալիևի փողերով ընտրություններ ա լինելու։ Այսքան բան ես ժողովուրդը որտեղից գիտի։ Հետաքրքիր է, չէ՞։ Մեզ թվում է մենք այնքան խելոք ենք, մենակ մենք ենք տեսնում։ Չէ, բոլորն են տեսնում դա։ Այսինքն առնվազն ով կույր կամ տականք չի, բոլորը տեսնում են, էլի։ Որտեղ սա չտեսնել համար երկու բան պետք է լինի, կամ կույր ու խուլու համար, համ էլ կույր։ Կամ կատարյալ տականք ասենք, էլի։ Բաշի լրիվ գիտեն, անկախ նրանից ինչ ուզում անի, պետք է ընդհանրապես Արազիջան, ընդհանրապես պետք է լրիվ վերանա, լրիվ այդ համախոհները, ես չգիտեմ դրան ինչ անվանեմ, այդ փողոցային լքտիությունները, Ալեն Սիմոնյանից բռնացրած, իրանից վերջացրած, իր այդ կրմուկը շրջապատը պետք է լրիվ դատվի, որպես ինչ են դատում մարդկանց, ինչ են արել, մեր Վերջում սա եմ ուզում ետնենք մի պահ։ Սենց բան է եղել, ես պատահական եմ իմացել, նայինք հլը, ճանաչում եք ճովը, Կրուզոյ է, Սուքեսյանների ընտանիքն իրենց հոր Ալբերտ Սուքեսյանի 90-ամյա տարելիցը նշանավորեց Արամ Խաչատյան համերգասրահում կազմակերպված սիմֆոնիկ համերգով, հոբելյանական երեկոյի հրավիրյալ պետական այրե։ Իսկ ամենահակա եկեղեցական լևոնական
Լևոնական։ Տեսեք, եկեղեցական ու լևոնական չէ, բայց լևոնական եկեղեցական։ Մշակութային գործիչները, գործարարներն ու մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց հիշողություններով եւ տպավորություններով կիսվելու Ալբերտ Սուքասյանի եւ նրա արած գործերի մասին։ Բարերար գործարար Ալբերտ Սուքասյանի ընտանիքը համերգային հոբելյանական երեկոյին երկար էր պատրաստվել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ գործունեություն ծավալող ընտանիք ենք։ Գրզո, քանի գերից մարդ չկա, ոքի լրագրող չկա դե մտերի քեզ ու մեծ հարց տա։ Գործունեություն, խոսքը ոչ գործունեության մասին է։ Հա? Հանցավոր գործունեություն։ Այդ ուրիշ բան։ Մտածեցինք, որ պետք է անպայման այնպես անենք, որպեսզի մի ոչ նյութական արժեք թողնենք։ Մի հիմնական ինչ-որ մի գործ անենք, որը որ մեզանից հետո նույնպես կհիշեն։ Ոչ նյութական արժեքների մասին է խոսում։ Այն մարդը ասում է, թքած Հայաստանի վրա առևտուր է պետք անել, առևտուր։ Ինչ Հայաստան, ինչ Արցախ։ Ինչ հայրենիքի, այ առևտուր։ Ու ինքը ոչ նյութական արժեքների մասին է խոսում։ Ինչ արել, ինչ մի գործ են գնել տվել։ Սիմֆոնիկ յուրօրինակ ստեղծագործության երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, դիրիժոր Անդրանիկ Բերբերյանն է։ Խոսքերի հեղինակը բանաստեղծ Նուշիկ Միքայելյանը, ով 8 մասից բաղկացած պոեմ կանտատը կոթողային աշխատանքի համարում։ Նշում, որ այն նկարագրում է մարդու ծննդից մինչև մահ ու հավերժություն, ներկայացնում կյանքի ամբողջ ներկայացնում կյանքի ամբողջ ճանապարհն ու ի վերուստ ունեցած առաքելությունը։ Ամբողջ գործը նվիրված է ուրեմն մարդու գործին, որը անգամ մարդու կյանքից հեռանալուց հետո մնում է եւ արժեք է եւ ուրեմն ժառանգվում է իր սերունդներին։ Ստեղծագործ Ես քանի որ ես համբերատար մարդ եմ էլի, բայց ես որոշակի դոզայով եմ կարողանում սուտ լսել էլի։ Ու ասում եմ, ով է Չելենտանոն էլ կարծեմ ասել, որ սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը։ Գործը Ես քանի որ ոչ մեկի չեմ ուզում մեղադրել։ Ոչ ես գրողներին, ոչ ես նվագողներին, ոչ երգողներին, բացարձակապես։ Երաժշտի համար փող ինչի համար տվել են նույնն արել է։ Եվ վերջը արդեն եղել վերջացել է։ Էական չի։ Բայց քանի որ եղել է, ես մի քանի հարց ունեմ այդ հավերժությունը, այդ բարեգործությունը նկարողներին, ես նկարագրողների։ Գոնե իմացաք իրենց աշխատողների փողը տվեցին, թե չէ։ Գիտեք ինչ հիշեցի մի անգամից, ես հորովոց ցույց տվեցին։ Այն ով որ ապրել է այդ տարածքում Կրզոյից, այդ որ իրանք շենքը սկսեցին դատարկել հարևաններից, պարտադրեցին տաները ծախեցին, որ ամբողջ շենքը իրանց է լինի։ Այդ աշխատողները, որոնք աշխատել են այդ շենքի վրա, վերանորոգել են, որ պատկերացրեք 4 հարգանի թե 5 հարգանի շենք ա եղել։ Բոլորին հանել են այդ շենքից, որ շենքը մենակ լինի իրենց ալարաղացի կողմերն այդ։ Այդ աշխատողի, այդ շենքի աշխատողները, ասած մինչև կյանքի վերջ մերուհեր էին քրվում։ Գիտեք ինչի։ Այդ էլ են վատ տարիներն էլ աշխատասել փողը չէին տվել։ Այնց հետաքրքիր է էլի, հավերժություն բան որ խոսում եք։ Իմացաք այդ մարդկանց փողերը տվել են թե չէ։ Հա։ Իմացաք այն քանի մարդ են գողացել, քանի մարդը գլուխ են կերեսան կյանքով մեկ, գործերից որ խոսում ենք։ Քանի որ երաժիշտները դες բաներով չեն հետաքրքրվում հիմնական, դե իրանց Նիկոլին չի, բերել են, նոտան դրել են, ասել են երկի նվագի է սերտյոտ։ Ասում տղաներ եւ աղջիկներ։ Այնքան էլ այդպես չի։ Այն ինչ որ տեսակ վաղարշապատի ընտրություններում լույս անջատել, գողանալ, լցնել, բան, մենք դա տեսել ենք։ Մենք դա տեսել ենք հենց իրանց ձեռքով իրականացված։ Հենց 95 թվականից։ Հա, երբ որ Վաննոյի թույլտվությամբ դարել են գերագույն գլխավոր օլիգարխ ու հանցագործ։ Ում ուզում գողանում էին, ում ուզում խփում էին, ինչ ուզում խլում էին, ինչ ուզում անում էին։ Բայց ո՞նց դարձավ։
Այդ ոնց եղավ այդ ոչ մի բան ունեցողները, ոչ մի բան, բառացի ոչ մի բան ունեցող, մեկ էլ ամբողջ այդ տարածքը, մեկ էլ դարձավ իրանցը։ Ամբողջ այդ կինոթատրոններով, Սիլպլազա, ամեն ինչ այդ պիցադերում, շենքերով, ամեն ինչը դարավ իրանցը, ո՞ն։ Կարող եք ասել, այդ բան կա, հարցի պատասխան կա։ Այդ ինչ ավելացած արժեք է ստեղծել գրսում։ Այդ ինչ արտադրություն ունենք։ Ձայն անեք, կամ ում հաշվի։ Այնպես որ մենք երես մեկը զանգել էր նեղված, ասում դու հասկանում ես, սրանք հասան ֆիլհարմոնիա նույնիսկ, բացեցին նույնիսկ այդ դալիճը։ Իրանց ներկայությամբ, չնայած առաջ անգամ չէր որ դեռ են, բայց սենց որ գնային բոլորը համերգ լսեին իր հետ, ընդ կրծոյի 91-ին նվիրված։ Ես չեմ համարում, որ իրանք բան են պրծել, չէ, որտեղ ինչ որ պրծել են, դա վաղուց է եղել։ Դալիճ գնալով մի հատ բան նվագելով, ոչ երաժիշտին կպրծես, ոչ դալիճ, որտեղ դալիճը տես բան է, դա լսել։ Չէ, դանում չի խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ սրանք պատմություն են գրում, նոր պատմություն են ուզում գրեն, նոր, ով է եղել, ինչ է եղել, ոնց է եղել։ Ոքի ձեր բախտը չի բերել, որ այդ ընդամենը 30 տարի առաջ էր, էլի, ընդամենը 30 տարի առաջ։ Եվ մարդիկ կան կենդանի են եղել այդ ժամանակ, տեղյակ են եղել, հիմա էլ կան։ Ամեն ինչ չի որ վաճառվում է, ընկերներ։ Ինչ-որ ոչ նյութական արժեքները, խչո։ Ոչ նյութական արժեքները մեր եկեղեցիներն էին։ Մեր Արցախն էր, մեր հայրենիքն էր։ Սերը դեպի հայրենիք, դա էլ է ոչ նյութական արժեք, հասկանեք։ Մի բան, որ դուք հանեցիք, սարքեցիք սակարկման վաճառքի առաջ կա։ Ասիկ տղեկ ինչ հայրենիք, ինչ Արցախ արա, ինչ հաղթանակ արա։ Այդ ինչ Արցախյան պատերազմ, ինչի մասին է խոսք արա, փողդ վերցրա, ծախ ինչ ուզում ես։ Այն ոչ նյութական վնասները, որ դուք եք տվել, Լևոնից սկսած, Լևոնի ժամանակներից սկսած առ այսօր։ Ոչ նյութական արժեք, բոլոր ինչքան կար, ամենայն ինտիմ, ամենակարևոր, ամենաառաջնային, որը մարդուն զանազանում է անասունից։ Դուք բոլորի վրայով անցաք, ամեն ինչի վրայով անցաք, ամեն ինչից տալորեցիք, սարքեցիք, վաճառքի առաջ կա, ու առ այսօր, դուք դա գլխավորում եք, հեն որ դու լրագրողի վրա գոռում ես, արա դու Մոնակո եղել ես, դու լավ չես ապրելու, ու դա քո չափանիշն է, դու ոչ նյութական արժեքից ես խոսում, այն որ երկու ձեռից ժամացույց կապված Ռոլս-Ռոյսից իջնում ես Մոնակոյում դուք ոչ նյութական արժեքներից եք խոսում։ Հուսով եմ գոնե գործը ինչ-որ մի բան իրանից ներկայացնում է, չգիտեմ չեմ լսել, անկեղծ չեմ էլ ուզում լսեմ, գոնե ինչ եմ ասում հույսով եմ, որ գոնե իմ կոլեգաներն են նվագել, էլի ասենք, շատ չարչարված ու տանջված չնեն, որտեղ ես գիտեմ ինչ է նշանակում, ինչ-որ զզվելի մի բան նվագել, զզվելի մարդկանց համար ստիպված։ Այսօր մոմալ ես կնեմ,